Թուրք-ադրբեջանական արծիվն է օդում հերթական անգամ Թուրքիայի ու Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զորավարժությունների են դուրս եկել, այս անգամ պլանավորելու համատեղ օդային գործողությունները։ Ավարտվող ամսվա 3-րդ համատեղ զորավարժանքն է սկզբում։ Հայր Ալիևի անունով էին դաշտ եկել, հետո էլ թե իրենց եղբայրությունն անխախտ է։ Բացի այս, մի քանի օր առաջ էլ ադրբեջանցի զինվորներն էին թռել Թուրքիա միջազգային զորավարժությունների մասնակցելու համար։ Դա երկարաժամկետ թուրք-ադրբեջանական ռազմական եւ ռազմաքաղաքական համագործակցության դրսեւորումն է։ Իրենք տարեկան կտրվածքով մինիմում 20 համատեղ զորավարժություն են անում։ Փաստացի ապրիլին թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը ակտիվացել էր, ըստ մասնագետի այստեղ պատահականություններ չկան։ Իրականում համատեղ զորավարժությունները ուղղացան, որ իրենք տարածաշրջանում գործում են միասնաբար եւ իրենց բոլոր քայլերը համաձայնեցնում են եւ այն բոլոր միֆերը, թե իբրև գիտեք, Ադրբեջանը թույլ չի տալիս Թուրքիային սահման բացել Հայաստանի հետ եւ այլն, դրանք հեքիաթներ են, իրենք գործում են շատ սինխրոնիզացված, շատ հստակ, շարունակելով տարբեր մեթոդներով, տարբեր միջոցներով ճնշում գործադրել Հայաստանի Հանրապետության վրա, բայց առհասարակ իրենց քայլերի մեծամասնությունը բավականին սինխրոնիզացված է։ Ադրբեջանագետն այստեղ հիշեցնում է Շուշիի այսպես կոչված հռչակագիրը, որը կնքեցին 2021-ին հայկական Բերդա քաղաքի օկուպացիայից ամիսներ անց։ Փորձագետն ասում է, բնականաբար ուղերձն առաջնահերթ Երևանի ուղղությամբ էր, հետո նաև տարածաշրջանի մյուս երկրների, մասնավորապես Իրանի ու Ռուսաստանի։ Զորավարժությունների բնույթը, էությունը, ուսումնասիրությունը պետք է ցույց տա նաև Ադրբեջանի կողմից զենքի գնումը, ռազմական բյուջեի ավելացումը պետք է հստակ ցուցիչ լինի մեզ համար, քանի որ դա նաև համադրվում է զարթողական ծրագրերի հետ, որ Ադրբեջանը իրականում չի պատրաստվում խաղաղության։ Բնականաբար ամեն պետություն, ամեն երկիր կարող է իր համարձակ գնել պատրաստվել, բայց բոլորը շատ լավ հասկանում են, թե դա ում է ուղղված, ինչի դեմ է ուղղված եւ այլն։ Աշխարհի բաց աչքին հարևան հայերի հետ իբր խաղաղություն խաղացող Ալիևը մատը ձգանից այդպես էլ չի հանում։ Դեռ մի բան էլ ռազմական նոր համագործակցությունների քննարկումների մեջ է։ Հիմա Չեխիայից նոր սերնդի ուսումնական ինքնաթիռ են առաջարկում։ Ադրբեջանն էլ, որ եվրոպական այս երկրի հետ ռազմական առևտրաշրջանառության մեջ է, արդեն բանակցում է նույնիսկ համատեղ ռազմաարդյունաբերական նախագծերի շուրջ։ Իդեպ, այս մասին է հայտարարվել Գաբալայում, ադրբեջանական այն նույն քաղաքում, որտեղ հյուրընկալել էին պատասխան այցով հանդիպման գնացած հայ փորձագետներին։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հայկական երկաթուղու ռուսական կառավարումը եվրոպացիների քննարկումների սեղանին կլինի արդյոք քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովին, որը հյուրընկալելու է մեր մայրաքաղաքը։ Լրատվամիջոցներով մեկ տեղեկությունը տարածվեց այս հավաքը կազմակերպելու համար Եվրոպայից խորհրդատվական փաստաթուղթ ուղեցույց են Երևան հասցրել, մանրամասն նկարագրելով, թե իրենց ինչ է անհրաժեշտ։ Եվ ըստ մամուլում հայտնված փաստաթղթի այստեղ եվրոպացիները խոսում են նաև Հայաստանի երկաթգծերի մասին, նշելով, որ մեջբերում միջին միջանցքի զարգացման եւ կայունության համար էական է, որ Հայաստանը լիարժեքորեն ինտեգրվի տարածաշրջանային երկաթուղային եւ ավտոմոբիլային ցանցին, միաժամանակ կառավարելով ռուսական ազդեցության աստիճանը։ Հայաստանի արտգործնախարարությունից առայժմ չեն անդրադարձել, չեն մեկնաբանել այս հարցը։ Իսկ Հայաստանի կառավարության օրակարգում թևածող գաղափարը ինչպես վարչապետն էր ձևակերպել Հարավկովկասյան երկաթուղու կառավարումը, օրինակ ղազախական ընկերությանը փոխանցելու հարցը։ Հետաքրքրություն կա նաև Քաթարից ու Քուվեյթից երկաթգծերի ռուսական կառավարումից հրաժարվելու այս խոսակցությունը թեժացել է տարեսկզբից։ Ես համոզված եմ, որ Եվրոպան առանձնապես հետաքրքրություն չունի ոչ հայկական երկաթուղու, ոչ էլ նրա կոնցենսիոն կառավարման նկատմամբ, իր հետաքրքրությունը ավելի շուտ Եվրոմիության դա Հայաստանում ինչ-որ հակառուսական տրամադրություններ ստեղծել են։ Ռուսների իրենց պատկերացում դիրքերի թուլացում, բայց ինչքանով է դա տեղավորվում այդ երկաթուղու կոնցենսիոն կառավարման հարցի մեջ, ես դժվարում եմ հասկանալ, որտեղ ռեալ ալտերնատիվ ռուսական կառավարմանը այս բան չկա։ Թեպետ երաստ ախուրիկ երկաթուղին վերականգնելու Երևանի առաջարկը դրական արձագանքի արժանացավ Մոսկվայից, Հայաստանն այնուամենայնիվ սկսեց Ռուսաստանի հետ քննարկել երկաթուղու կառավարումը որևէ այլ պետությանը փոխանցելու հարցը։ Սա այն պատճառով, որ Ռուսաստանի հետ որոշ չբացահայտվող ուժեր ոչ այնքան էլ լավ հարաբերություններ ունեն, իսկ Սյունիքի Թրամփի ուղիով անցնելու են նաև երկաթգիծը, հակառուսական տրամադրություններ ունեցող երկրները չեն ուզում ճանապարհ կտրել Մոսկվայի կառավարման ներքո գտնվող ենթակառուցվածքով։ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ եւ մենք հարցի վերաբերյալ նաեւ որոշակի ըմբռնում ենք տեսնում, ինչի համար շնորհակալ ենք, որովհետեւ ելի եմ ասում, մեր ասածի մեջ որևէ բան, որը ուղղված է Ռուսաստանի
դեմ չկա։ Չնայած ըստ Փաշինյանի խոսքի ռուս գործընկերներից ըմբռնում են տեսել այս հարցի վերաբերյալ Մոսկվայում, սակայն անդրադառնալով թեմային, արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան նույնիսկ տարօրինակ էր որակել երկաթուղու վերաբերյալ Երևանի մեկնաբանությունները։ Միևնույն ժամանակ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի խոսքով Հայաստանի երկաթգծի համակարգը մեկ գիշերում կփլուզվի, եթե Ռուսաստանից զատ որևէ այլ պետության հանձնվի դրա կառավարումը։ Տնտեսական կախվածությունը օրինակ վերջին տարիներին կտրուկորեն աճել է Ռուսաստանից։ Հիմա այս ստեղծված իրավիճակում նաև պետք է հաշվի առնվի, որ մոտակա արդեն ժամանակ ընտրություններ են Հայաստանի Հանրապետությունում լինելու։ Դրա համար չեմ կարծում, որ մոտակա կես տարվա ընթացքում հնարավոր լինի կառավարման երկաթուղու հանձնումը այլ երկրին, որովհետև իհարկե սա արդեն վնաս կհասցնի Ռուսաստանի Դաշնությանը եւ իրեն կարող է կտրուկ արձագանք իրենց կողմից լինի։ Երկաթուղիները պարզապես ռելսեր կամ շարժակազմ չեն, դրանք ազդեցության գծեր են, քաղաքական, տնտեսական եւ երբեմն նույնիսկ անվտանգային։ Այդ պատճառով էլ ըստ մասնագետների Հայաստանի երկաթուղու կառավարման շուրջ քննարկումները դուրս են գալիս սովորական տնտեսական գործարքի շրջանակից եւ դառնում ավելի լայն տարածաշրջանային հաշվարկների մաս։ Հայաստանն ու Ադրբեջանը ՀՆԱ-ի նկատմամբ ամենաբարձր ռազմական ծախսերն ունեցող առաջին 10 երկրների շարքում են։ Այս մասին նշվում է Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի զեկույցում։ Ըստ զեկույցի Հայաստանում այս ցուցանիշը կազմել է 61%, Ադրբեջանում 6.5%։ 2025-ին ռազմական ծախսերի ամենամեծ աճը գրանցվել է Մերձավոր Արևելքի երկրներում։ 105,000 մարդ Արցախում աշխատունակ էր, 72,000-ը տնտեսապես ակտիվ, պաշտոնական թվերով նրանցից 56,000-ն աշխատում էր, 16,000-ը աշխատանք փնտրում։ Հունվարի տվյալներով բռնատեղահանումից հետո միայն 25,000 մարդ է զբաղված Հայաստանում, այդքանն են գործ գտել, մոտ 35%-ը թեպետ պետական աջակցության ծրագրերի գործարկմանը։ Ըստ մասնագետների սա փոքր թիվ է, նույնիսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ կլինեն նաև մարդիկ, ովքեր աշխատում են մնալով ստվերում։ Մի ուրիշ խնդիր էլ ունենք, Արցախում բնակության 60%-ը մոտավորապես գյուղական բնակություն էր եւ ինքը ուներ իր սեփական հողերը, ուներ իր նաեւ զբաղմունքը, եթե պաշտոնապես աշխատողել չէր, իր այգին ուներ, իր բանջարանոցը ուներ, իր անասուններ ուներ։ Հայաստանում փաստորեն այս ամբողջ տեղահանված բնակչությունը սեփական գյուղատնտեսական հող չունի, Հայաստանն էլ սակավահող երկիր է եւ սա նույնպես խոչընդոտ է, որ գյուղական բնակչության մի զգալի մասը, որը ուրիշ բան ուներ, զբաղվածություն ուներ, ամբողջովին փոխվել է։ Եվ հնարավոր է այդ ամբողջ գյուղական բնակչությունը այսօր դարձյալ քաղաքային բնակչություն, քաղաքային բնակչությանը հարիր խնդիրներով եւ զբաղվածության լրացուցիչ խնդիրներով։ Արհեստական բանականության միջոցով ստեղծված տեսանյութերը վերջին տարիներին տեխնոլոգիական առաջընթացի ակնառու վկայություն լինելուց բացի նոր մարտահրավեր են դարձել տեղեկատվական անվտանգության եւ հանրային վստահության տեսանկյունից։ Այս փաստը ի գիտություն ընդունելով Հայաստանում առաջարկվեց օրենսդրական փոփոխություն, որով նախատեսվում է, որ այսուհետ տեսալսողական մեդիա ծառայություն մատուցողները արհեստական բանականությամբ գեներացված բովանդակություն հեռարձակելիս տեսանելի հատվածում պարտադիր եւ հստակ նշեն այդ մասին։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղեկացման վերահսկողությունն ու մոնիթորինգն իրականացնելու է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը։ Խախտումների արձանագրման դեպքում էլ կիրառվելու է տուգանք 300,000 դրամի չափով։ Եթե պատկերների կամ տեսանյութերի պարագայում պարտադրվելու է օրենքով, ինչպես նաև հանձնաժողովի ներքին իրավական ակտերով, ուրեմն հեռարձակման կամ նյութի սկզբում եւ վերջում տեսանելի շրիֆտով եւ պատկերով գրված լինի, գեներացված է ԱԲ-ի կողմից, լսողական հաղորդումների պարագայում հաղորդման սկզբում պիտի հայտարարվի այդ մասին եւ վերջում ռադիո հեռարձակվող բովանդակության վերջում պիտի հայտարարվի։ Մասնագետները ընդհանուր առմամբ դեմ չեն մակնշմանը, քանի որ այն կարող է բարձրացնել հեռարձակողի նկատմամբ հանրության վստահությունը։ Սակայն նրանք շարունակում են մնալ այն համոզմանը, որ ներկայիս տեսքով օրենսդրական փոփոխությունը պետք չէր ընդունել, քանի որ երկրում դեռևս չկան համապատասխան գործիքներ, որոնք թույլ կտան ավտոմատ կերպով նույնականացնել արհեստական բանականության ստեղծված տեսանյութերը։ Բացի դրանից, փորձագետները նշում են նաև, որ հեռարձակողը նույնպես կարող է չիմանալ, արդյոք տեսանյութը գեներացվել է թվային այլ լուծումներ առաջարկող համակարգի միջոցով, թե ոչ։
վերցրեցին առանց իմանալ կիրառեցին, չմաքրեցին տույժն անելու կամ ինչ-որ մի բան հրապարակվեց որպես իրական, հետո պարզվեց fake է ու իրանք չգիտեին, հետո ինչպես են այդ տույժերի հարցը լուծվել։ Ժամանակակից տեխնոլոգիաների են մակարդակի են հասել, որ չէ կարողանում նույնիսկ մի հատ լուսանկար նկարեք առանց արհեստական բանականություն կիրառել։ Այն ամենը ինչ որ թվային սարքով նկարահանում եք, որ այդպիսի ֆունկցիոնալ ունի, պիտի ֆայլիստային մատնիշված լինի։ Մասնագետների պարզաբանմամբ տեսանյութերի ստուգման համակարգերը չեն ապահովում 100%-անոց ճշգրտություն, այլ տալիս են միայն մասնակի գնահատական։ Նրանք նշում են, որ երկրում անհրաժեշտ է ստեղծել համապատասխան փորձագիտական կենտրոններ, որոնք կհագեցվեն անհրաժեշտ սարքավորումներով եւ պրոֆեսիոնալ մասնագետներով վեճերի դեպքում նման ծառայություններ մատուցելու համար։ Փորձագետների դիտարկմամբ տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում եւ չի բացառվում, որ ընդունված փոփոխությունները ժամանակի ընթացքում լրացումների եւ վերանայման կարիք ունենան։ Մենք այնպիսի երկիր ենք, որ ասենք ամեն պահի կարող է ադրբեջանական ինչ-որ մի fake շրջանառվել, թուրքական, մենք տեսել ենք այդպիսի դեպքեր, ինչ ասես տարածվում է եւ դա ռեալ կարող է հանրության վրա շատ լուրջ ու վնասակար ազդեցություն ունենալ։ Օրինակից է եւ որոշակի դրա պահանջը կա։ Ուղղակի դա պետք է անհրաժեշտ ռեսուրսներ ստեղծել, որ իր կյանքի կոչել։ Արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակության տարածման խնդիրը միայն տեխնոլոգիական չէ, նկատում են մասնագետները եւ հստակեցնում, խնդիրն առավելապես դրա վերահսկման, ճիշտ կիրառման եւ հանրության իրազեկման կարողությունն է։ Հայկական անձնագրի կապույտը փոխարինվում է կարմիրով, նոր դիզայնում արտացոլված է Հայաստանի Հանրապետության ուրվագծային քարտեզը, Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը եւ առաջին հայատառ նախադասությունը։ Փաստաթղթի հաջորդ էջերում տեղ են գտել Հայկ Նահապետի, Մայրաթոր, Սուրբ Էջմիածնի, Արագած Լեռան ու Խորվիրապի պատկերները։ Ներկայացված են նաեւ ժամանակակից պետականության խորհրդանիշները, Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը, կառավարության, ազգային ժողովի եւ Սահմանադրական դատարանի շենքերը, պատկերվել են նաև Երևանի Կասկադը եւ Ալեքսանդր Թամանյանը, բայց անձնագրի փոխարինման գլխավոր նպատակը բնականաբար ոճային նորամուծությունները չեն։ Այն ենթակառուցվածքը, որը օրինակ 2022 թվականին հասանելի է եղել Հայաստանի Հանրապետությունում, առհասարակ որևէ աղերս չունի միջազգային ստանդարտի հետ, եւ մեր նպատակն է քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ICAO-ի 9303 ստանդարտին համապատասխան նոր փաստաթղթեր տրամադրել մեր քաղաքացիներին։ Կենսաչափական նոր անձնագրերը ստեղծված են նորագույն տեխնոլոգիաներով, սահմաններին փոխճանաչելի են, այսուհետ քաղաքացիներին ճամփորդությունների ընթացքը շատ ավելի հեշտ կտրվի։ Կենսաչափական անձնագրերի ներդրմանը զուգահեռ սահմանային անցակետերում կգործարկվի առանց մարդկային շփման անցման համակարգ։ Կենսաչափական անձնագիր ունեցող քաղաքացիները կկարողանան սահմանը հատել, պարզապես կանավորելով իրենց անձնագիրը առանց սահմանապահների հետ անմիջական շփման, ինչպես օդանավակայաններում, այնպես մյուս բոլոր անցակետերում։ Սա կարևոր է նաև Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացը ավարտին հասցնելու, որպեսզի մեր քաղաքացիները գործնականում առանց վիզայի կարողանան դեպի Եվրամիության երկրներ ճամփորդել։ Միանշանակ, պարոն վարչապետ, եւ սա գործողությունների ծրագրի ուղիղ պահանջն է, կարելի է այսպես ձևակերպել, որովհետեւ երբ որ խոսում ենք անձի ինքնության մասին, շատ կարեւոր է, որ պետությունը տա ճշգրիտ ստանդարտ այս առումով եւ Եվրոպական միության երկրներն էլ վստահ լինեն, որ Հայաստանի թողարկած միջազգային չափանիշներին համապատասխան փաստաթղթերը դրանք հուսալի են, արժանահավատ են եւ իրենք որևէ խնդիր չունեն մեր քաղաքացիների հետ հարաբերակցվել։ Նոր համակարգի ներդրման շրջանակում ստեղծվում են ժամանակակից ենթակառուցվածքներ։ Նախագիծն իրականացվում է պետություն մասնավոր համագործակցության ձևաչափով։ Նոր անձնագրերը կունենան բարձր մակարդակի պաշտպանական մեխանիզմներ, ներառյալ անվտանգային բաղադրիչներ, այդ թվում ուլտրամանուշակագույն շերտեր։ Արմավիրի մոտ 3 կիլոմետրանոց Աբովյան փողոցը տասնյակ տարիներ անհարմարություններ է ստեղծում վարորդների ու անցորդների համար։ Անտանելի վիճակ է տարվա բոլոր եղանակներին, իսկ ճանապարհն այդպես էլ չի բարեկարգվում։ Եվ հիմա ճանապարհը տեսնում եք, հիմա չոր է, բայց անձրևային եղանակին երթևեկությունը ել ավելի անտանելի է դառնում այս հատվածում։ Վարորդներն արդարացիորեն նշում են, որ հարկերը մուծում ենք, վճարումները կատարում ենք, բայց ամեն անգամ այստեղով անցնելիս ավտոմեքենաները հետո տանում ենք արհեստավորների մոտ։
Փանուկ փողոցի ամենատարբեր մասերում կարևոր նշանակության շենքեր են՝ Փրկարարծարայթյան Արմավիրի շրջփրկարարական ջոկատը, Տիգրան Մեծ վարժարանը, զինվորական կացարաններն ու հանրակացարանները։ Իսկ փողոցի ձախակողմյան հատվածում գործում է նաև ջրաշխարհ, բայց նույնիսկ այս բոլոր կառույցները չեն նպաստում նրան, որ ճանապարհն ասֆալտեն։ Դաժե պաժարնին չի կարեմ նորմալ է թաղվել, այն օրը եկավ վեճ ա եղել պաժարնիները պահողն գեր։ Բա ինչի մար։ Ճանապարհը վետ ախպեր, հանգիստ գնացել են այսքան տեղը դուսկա։ Տանտեր ախպեր, եկավ վեճ, սկանդալ ախպեր։ Արմավիրցիներն ասում են նույնիսկ խնդիրը ժամանակավոր չեն լուծում, փոսալցում չեն կատարում, արտաքին լուսավորության մասին էլ չեն խոսում։ Ուզում են, որ ի վերջո պատասխանատուները նաև իրենց փողոցի մասին հիշեն։